Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Էդգար Ղազարյանին։ Բարի երեկո, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մոտ 1 ամիս առաջ միացաք Ուժեղ Հայաստան կուսակցությանը եւ հայտարարեցիք, որ ձեր բոլոր ջանքերը ներդնելու եք այսօրվա գործող իշխանության դեմ պայքարում։ Մինչև այդ նաև հիմա դուք հաճախ ձեր քաղաքական գնահատականները հնչեցնում եք, այսպես ասած, քաղաքական սարկազմի ձևաչափով։ Սա մարտավարություն է, ունեք գնահատականներ, թե որքանով են արդյունավետ նման գործելավոճը եւ արդյոք հետագայում այս գիծը շարունակելու եք։ Դա իհարկե իմ գործունեության միակ դրսևորումը չի, այլ դրսևորման մի մասն է, որովհետեւ ես ակտիվ հասարակական քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում արդեն շուրջ 6 տարի։ Եվ իմ հրապարակային խոսքում ես գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես եմ գալիս տարբեր հարթակներով հարցազրույցների, ունեմ մի շարք հեղինակային հաղորդումներ եւ եթե դուք նկատի ունեք, ես ձեր հարցից հասկացա Ղազարյան versus Ղազարյան նախագիծը, որը հանրային մեծ հնչեղություն է, ես նաեւ այլ նախագծեր ունեմ, մասնավորապես թեմատիկ զրույցներ, ամբասադոր ոդկաստ, երկու ճակատ ոդկաստ, որտեղ մենք շատ լուրջ վերլուծություններ ենք իրականացնում եւ ներքաղաքական կյանքի եւ միջազգային հարաբերությունների, պարզապես այդ ձևաչափն էլ ակամայից առաջացած մի ձևաչափ է, որը որ հանրային մեծ ճանաչում ձեռք բերեց կարճ ժամանակահատվածում, բայց դրա հիմնական նպատակը կրկին լրջությունն է, որովհետև եթե մատուցման ձև ավելի թեթև է մարդկանց համար ընկալելի, ապա կոնկրետ այդ նախագծի գլխավոր նպատակը իշխանական սուտը, կեղծիքը, նրանց թեզերը ջարդելն է, ընդ որում փաստերով։ Ես ամեն մի հաղորդման վրա աշխատում եմ առնվազն 2-ից 3 ժամ եւ ամեն մի նախադասության, ամեն մի մտքին մեկնաբանություն տալուց, անկախ դրանից թե դա ոնց եմ ներկայացնում, ես հիմնվում եմ բացառապես փաստերի, ամսաթվերի, իրադարձությունների վրա, իսկ դա ինձնից մեծ աշխատանք եւ ջանքեր է պահանջում, բայց դա շատ սիրով եմ անում, որովհետեւ մեր ժողովուրդը ոնց հասկացել եմ դրական վերաբերմունք ունի այդ նախագծին ընդհանրապես։ Պարոն Ղազարյան, իհարկե հասարակության որոշ հատվածին ծանոթ են ձեր քաղաքական կենսագրությունը, Վայոց ձորի մարզպետ, Լեհաստանում Հայաստանի դեսպան, Սահմանադրական դատարանում աշխատակազմի ղեկավար եւ այլ պաշտոններ։ Դուք հավանաբար լինելու եք հաջորդ խորհրդարանում։ Ձեր գնահատմամբ այսօրվա խորհրդարանը կարող է հավասարակշռել, բալանսավորել գործադիր, դատական եւ օրենսդիր մարմինների աշխատանքը եւ առհասարակ ինչպիսի խորհրդարան եք պատկերացնում, որում կցանկանայիք աշխատել։ Գիտեք ինչ, թե ինչպեսին պետք է լինի խորհրդարանը, ինչպեսին պետք է լինի իշխանության մարմինների հարաբերությունները, դրանում պետք չի մտածել, թե ինչ կարելի անել, դա հստակ նկարագրված է մեր սահմանադրությամբ։ Ցավոք սրտի մեր երկրում սահմանադրական կարգը տապալվել է փաստացի։ Այսինքն սահմանադրական մարմինները իրենց բնական սահմանադրական վիճակից շեղվել են։ Ենթադրենք մեր սահմանադրությամբ նկարագրվում է, որ ազգային ժողովը վերահսկում է կառավարության գործունեությանը, բայց այնց է ստացվել, որ ազգային ժողովը ինքն է հայտնվել ոչ թե կառավարության, այլ դրա ղեկավարի վերահսկողության տակ, եւ ազգային ժողովի նախագահը ինքը անկեղծորեն խոստովանում ասում է, ես պատրաստ եմ անել այն, ինչ որ կպահանջի վարչապետը, Նիկոլ, այսինքն, բայց մեր սահմանադրությամբ հակառակը պետք է լինի, վարչապետը պիտի անի այն, ինչ որ պահանջում է ազգային ժողովը, այդ է մեր երկրի սահմանադրական կարգը։ Այն որ դատական իշխանության նկատմամբ որևէ միջամտություն չպետք է լինի, դա նույնիսկ հանցանք է մեր երկրի օրենսդրությամբ։ Մենք շատ հանգիստ վերաբերվում ենք այն լրատվությանը, որ վարչապետը WhatsApp-ով հաղորդագրություն է ուղարկել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը օրենքով դատավոր է համարվում, եւ նա ընդունում է, որ ստացել է այդ հաղորդագրությունը եւ հրաժարական է տալի։ Իսկ հրաժարական տալուց հետո վարչապետի աշխատակազմում պաշտոնի է նշանակվում։ Այս ամեն ինչը վկայում է մեր երկրում սահմանադրական կարգի իրավահարաբերությունների տապալման անօրինական ընթացքի մասին, թե ինչպիսին դա պետք է լինի Ուժեղ Հայաստանում, որը կստեղծվի Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, դա կլինի այնպես, ինչպես նկարագրված է մեր սահմանադրությամբ, այսինքն իշխանության բոլոր մարմինները կատարեն իրենց ֆունկցիաները եւ ամեն մեկ իր ֆունկցիայի կատարման հարցում պետք է գտնվի պատասխանատու։ Չի կարող ենթադրենք լինի խորհրդարան, ոնց որ հիմա մենք ունենք, որտեղ սահմանադրական օրենքում փոփոխություններ են կատարվում մի քանի ժամվա ընթացքում, միանգամից 2 ընթերցումներով, առանց քննարկումների, ընդամենը 1 խմբակցության նախաձեռնության մի իշխանական թիմի, որ այդ ընտրական գործընթացի մասնակից է, խոսքը ապրիլի սկզբի ընտրական օրենսգրքի փոփոխության մասին է, ընդ որում գործընթաց, որը ուղղված է ընտրական գործընթացի կոնկրետ մասնակցի դեմ։ Նման բան ժողովրդավարական երկրում չի կարող լինել։ Գիտեք, մենք փոքր երկրում ենք ապրում,
եւ փոքր տարածք է մեր երկիրը ցավոք սրտի, ընդամենը մոտ 3 միլիոն բնակչություն, որի շուրջ կեսը ապրում է մի քաղաքում։ Դա ինչ-որ իմաստով լավ չի, բայց որոշակի իմաստով լավ է, որ դրական փոփոխությունները հասարակության մեջ շատ արագ կարող են տեղ ունենալ եւ մարդիկ կարող են դա արագ զգալ, այսինքն այն, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր կառավարությունում վարչապետը պայմանական 1 դրամ աշխատավարձով է աշխատելու իր պարագայում, այդ փոփոխությունը կարելի է առաջի օրը։ Այն, որ նախարարները պարգևավճարներ չեն ստանալու եւ պետքա որևէ մեկը падգամավորները բավարարվեն այն վարձատրության չափով, ինչ որ օրենքով է սահմանված, դա 1 օրվա մեջ լուծվող հարց է։ Մարդիկ պետքա գիտակցեն հանրային ծառայողները, որ պետական պաշտոն զբաղեցնելը դա ոչ թե հարստացման աղբյուր է, ինչպես եղել է այս իշխանության պայմաններում։ Նայեք նրանց գույքի եկամուտների հայտարարները։ Գրեթե մեկը չկա, որ մի նորակառույց շենքում տուն առաջ չլինի, ավտոմեքենա առաջ չլինի, բոլորը նորակառույցներում եկամտահարկի վերադարձով ու հատկապես արցախցիներին տնավեր դարձնելուց հետո, հատկապես պատերազմից հետո, այդպեսին չի լինելու մեր մոտեցումը։ Մեր մոտեցումը լինելու է ծառայություն, դրա համար էլ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, չէ, որ մեր քաղաքական թիմում մարդիկ են, ովքեր փորձառություն ունենալով հանդերձ մաքուր ձեռքեր ունեն, որ նրանք ամբողջ կյանքում մենակ ծառայություններ են մատուցել իրեն ժողովրդին եւ հիմա էլ են պատրաստ դա անելու, իրանք չեն գալի ժողովրդին կեղեքելու, թալանելու նպատակով, ինչպես որ արվել է եւ արվում է հատկապես այս իշխանության ժամանակաշրջանում։ Եթե հունիսի 8-ին այնպես ստացվի, որ ուժեղ Հայաստանը մեծամասնություն կազմի, համանդրական մեծամասնություն կազմի, ինստիտուցիոնալ առումով ո՞րն է լինելու կուսակցության դաշինքի առաջին քայլը։ Օրինակ, ինչպես հայտարարվել է, 0% հարկ փոքր բիզնեսի համար, խոսքը վերաբերում է մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսին, որոնք որ տասնյակ հազարավոր, 100 հազարավոր սուբյեկտներ են, իրենք այդ ձեռնարկատերերը, ովքեր փոքր բիզնեսով են զբաղվում, բայց նրանց վճարած հարկերի ծավալը շատ փոքր է, պետական բյուջեի հարկային եկամուտների մոտ 2-4%, այսինքն ֆիսկալ իմաստով դա պետության համար առանձնապես մեծ օգուտ չի, բայց մեծ թվով տնտեսվարողների գործունեության համար լավ պայմաններ ստանում։ 1 օր է պետք է այդ որոշումը կայացնելու համար, իսկն Սամվել Կարապետյանի կառավարության առաջի օրվա որոշումներից դա կարող է լինել։ Ինչքան ժամանակ է պետք, որպեսզի մենք հայոց պատմությունը վերադարձնենք մեր դպրոցներ եւ մեր սերունդը հնարավորություն ունենա հայեցի կրթություն ստանալ հանրակրթական 1 օր է պետք է այդ որոշումները կայացնելու համար 1 օր է պետք որոշել որ մեր բոլոր ժամկետային զինծառայողները ստանալու են վարձատրություն զինվորական ծառայության ընթացքում եւ ծառայությունից ազատվելուց հետո իրանց համար կրթությունը լինելու է անվճար այսինքն նրանք ունենալ ներդրումը իրանց ծառայությունը ոչ միայն ներդրում է լինելու հայրենիքի պաշտպանության սուրբ նվիրական գործին այլ նաեւ ներդրում է լինելու իրենց անձնական կյանքում հետագա հաջողություններ կրթություն ստանալու աշխատանք ունենալու համար այն դեպքում երբ որ խոստացվել է նաև որ բացի եղածից լրացուցիչ 300,000 նոր աշխատատեղ է ստեղծվելու մարդկանց համար եւ գիտեք ես ինչքան հեշտ եմ հավատում այդ խոստումներին որովհետեւ այդ խոստումը տալիս է մի մարդ որը աշխարհի ամենահարուստ ամենակայացած ձեռնարկատերերից մեկն է եւ չունենալով որևէ պետական պաշտոն մինչ օրս արդեն ստեղծել է 30,000-ի կարգի աշխատատեղ 3 ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը հայտարարություն հնչեցրեց որ ինքը կարծիք ունի որ մինչև տարեվերջ ես կարող եմ մեջբերել նրա նոմինալ ունեցածը իր ձեռից առնվելու է ըստ ձեզ ում նկատի ուններ ով է վերցնելու Կարապետյանի ունեցվածքը Ավելի լավ է ինքը բացատրի, որովհետև իր հայտարարությունները մեծամասամբ մերկապարանոց դատարկախոսություններ են, որովհետև ասում է ինքը որևէ ինչ-որ մեկի արժև պարտավորություններ ստան, ում առաջաստածն է, ով է այդ մեկը, ինչի է ստանձն է, ոնց է արտահայտվում այդ պարտավորությունները, ոնց պիտի դա կատարվի կամ չկատա։ Մերկապարանոց դատարկախոսություններ են իրեն շատ բնորոշ։ Իրականում Սամվել Կարապետյանի պարագայում եղել է ճիշտ հակառակը։ Ծնվելով, մեծանալով Չափազանց համեստ բարեպաշտ ընտանիքում մանկավարժները նրա ծնողները նա կարողացել է առանց պետական պաշտոն զբաղեցնելու, առանց որևէ մեկին նեղություն տալու, առանց որևէ մեկից ինչ-որ բան վերցնելու օտար երկրներում ստեղծել հսկայական հարստություն եւ այդ հսկայական հարստությունը բերել ու մասնակից դարձնել մեր ժողովրդին։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով որ Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամեծ նվիրատուն է հիմնադրամի պատմության մեջ։ Նույն ձևով եկեղեցու գործունեությունը, Սամվել Կարապետյանի գործունեությունը ամենամեծ բարերարներից է մեր հայաստանյան առաքելական եկեղեցուն։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանում առաջի եկեղեցի կառուցած
մարդն է, չեմ ասում օտար երկրում եկեղեցիները կառուցել, մայրաթորին ցուցաբերած աջակցություն։ Եվ հիմա նրա դեմ խոսում է եկեղեցին քանդող, եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած, եկեղեցին նվաստացնող, անգամ եկեղեցին կազմաքանդելու ծրագրեր ունեցող մարդը ԿՊ-ի նախընտրական ծրագրում գրածա, որ իրենք իշխանության գալուց հետո ոչ միայն կաթողիկոսի դեմ են պայքար տանել, այլ եկեղեցու կանոնադրությունը պիտի փոխեն, ապօրինի նպատակներ։ Հայ եկեղեցու է, որը ստեղծվել է Աստծո կողմից։ Այսինքն Աստծո ստեղծած բարիքը մեր եկեղեցին սուրբ է, որովհետև Աստված է ստեղծել եկեղեցին։ Ով այն մարդը, որ կարա հանդգնի Աստծո ստեղծածի դեմ պայքարելու։ Նրանք, ովքեր Աստծո ստեղծածի դեմ պայքարում են, աստվածային անեծքի են արժանանում։ Իսկ նրանք, ովքեր որ Աստծո ստեղծածին իրենց համեստ մասնակցությամբ նաև օգուտ են բերում, նրանք Աստծո օրհնության են արժանանում։ Այնպես որ մենք շատ լավ ընտրության հնարավորություն ունենք։ Նրանք, ովքեր կընտրեն Սամվել Կարապետյանին, Աստծո օրհնությանը կարժանան, ովքեր կընտրեն Նիկոլ Փաշինյանին, Աստծո անեծքին կարժանան, որովհետև նա նպատակադրել է Աստծո ստեղծած բարիքի դեմ պայքար մղելու։ Բայց իշխանությունը հաճախ ասում է այս թեմայի մեջ, որ մենք չենք խառնվել մինչև այդ եկեղեցու ներքին գործերին, բայց եկեղեցին սկսել է խառնվել քաղաքական իշխանության գործերին։ Այս տարանջատումը, եթե իշխանության գաք, նման բան երբեք չի եղել, եկեղեցին որպես մեր հասարակական կյանքի կարևորագույն ինստիտուտ, իրապես իրավունք ունի հասարակական տարբեր երևույթների նկատմամբ իր ձայնը բարձրացնի, իր մտահոգությունը բարձրացնի։ Այսինքն եկեղեցին պիտի այտենց անտարբեր գտնվեր, եթե Գանձասարը պղծվում է, եթե Ամարասը պղծվում է, մեր եկեղեցին ուզում էր շատ հանգիստ իր նվիրական ծառայությունը մատուցել մեր ժողովրդին Շուշիում, Ստեփանակերտում, Հադրութում, Գանձասարում, զրկվել են չէ իրանք այդ հնարավորությունից։ Ում մեղքով են զրկվել։ Իրանք իրավունք չունեն բարձրաձայնեն, որ հազարամյակների մեր հոգևոր ժառանգությունը հիմա պղծվում է կոնկրետ մարդկանց, կոնկրետ քաղաքական գործիչների սխալների։ Այսինքն պետք է լուր ենթարկվեն ճշտամական այս մոտեցումներին, ըմբոստանալու իրենց արդար կարծիքը հայտնելու իրավունք չունեն։ Իհարկե ունեն, որտեղ է գրած որ չունեն։ Անկամ եթե նույնիսկ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշ գործ, այդ սահմանափակումը որտեղ է դրած։ Սահմանափակումը հակառակի վրա է դրած, որ պետությունը իրավունք չունի միջամտելու գործերին։ Մենք օրենք ունենք կրոնական ազատությունների դավանանքի մասին օրենք ունենք, որտեղ արգելված է պետական իշխանության մարմինների որևէ միջամտություն ցանկացած կրոնական կազմակերպություն։ Իսկ նրանք բոլոր կրոնական կազմակերպություններից առանձնացրել են ընդամենը մեկին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու միջամտում են դրան։ Դուք լսել եք իշխանության ներկայացուցիչները որևէ այլ կրոնական կազմակերպության գործունեության միջամտելու նշաններ ցուցաբերեն։ Լեմաթո փորձվեն։ Ասենք օրինակ լեմաթո փորձվեն մի հատ գրանցված այլ արտասահմանյան ծագում ունեցող անուններ չեմ ուզում տամ։ Կրոնական կազմակերպության միջամտեն, թե այդ կրոնական կազմակերպությունը Հայաստանում ով է ղեկավարում։ Այդ ղեկավարը կին ունի, երեխա ունի, թե չէ, դու մի հատ փորձվի, մի հատ քայլանի, տենակ իրանից ինչը կմնա։ Պարոն Ղազարյան, 3 հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, պաշտպանները միջնորդել էին, որ վերացվի խափանման միջոցը, դատախազությունը պահանջում էր ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը։ Վաղը նշանակված է հաջորդ դատական նիստը, իսկ ընտրություններին մնացել է մոտավորապես 50 օր։ Ինչ ակնկալիք ունեք։ Նախ ես անպայման վաղը նույնպես լինելու եմ դատարանի բակում, դատական նիստը նշանակված է ժամը 14:30-ին եւ ես վստահ եմ, որ մեծ թվով մարդիկ լինելու են հակակոռուպցիոն դատարանում եւ մեր այնտեղ գնալը պարզ է, չէ, որ դատարանի որոշումների վրա չի ազդում եւ արդարադատության իմաստը հենց այդ է, որ դատարանը իր որոշումները կայացնի անկախ որևէ ազդեցությունից։ Եվ մեր ցանկությունն է, որ նա որևէ ազդեցություն, դատարանի բակ գնալը ոչ թե դատարանի վրա ազդեցության իմաստ ունի, այլ մեր սեփական ըմբոսնությունն արտահայտելու իմաստ ունի, որովհետև Հայաստանում չի կարելի, որ որևէ անմեղ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության։ Մեր քրեական օրենսգիրքն է հանցանք համարում ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդումների ենթարկելը։ Իսկ Սամվել Կարապետյանը ակնհայտ անմեղ մարդ է այդ իմաստով։ Որն է նրա հանցանքը։ Մենք գիտենք, չէ, ինչն է եղել այդ գործը։ Ընդամենը այն կարճ հայտարարությունը, որ ինքը մայրաթորից ասաց, որ ինքը իր ձևով պատրաստ է աջակցել հայ եկեղեցու։ Ես հիմա խնդրում եմ, մեզ լսելու են հազարավոր մարդիկ։ Որևէ բանական մարդ այդ հայտարարության մեջ հանցանք է տեսնում։ Բայց եթե հանցանք չկա դրա մեջ, մարդը ինչի անազատության մեջ։ Այն էլ մի մարդ,
որը որ հսկայական դեր ունի մեր ժողովրդի, մեր պետության, այստեղ հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանի ասպետը։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետը։ Ինչի՞ է բանտարկության մեջ։ Ոչ մի բան չանելու համար։ Առավել եւս, երբ որ նա հիմա քաղաքական ուժի ղեկավար է, քաղաքական ուժ, որը հայտ է ներկայացրել ընտրությունների մասնակցելու եւ ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժ, այսինքն ըստ էության մենք խոսում ենք մեր հաջորդ վարչապետի մասին, որովհետեւ նրա հեղինակությունը հիմա հանրության մեջ հասնում է օր-օրի բարձրանում եւ աճում է։ Եվ նա չի պիտի զրկված լինի իր ընտրողների հետ հանդիպելուց, իր թիմակիցների հետ հանդիպելուց, բայց թե ընտրության ես գնում, ինչի հավասար պայմաններ չես ստեղծում քո ընտրական գործընթացի բոլոր մասն, հələ հավասար պայմաններ ստեղծի, տեսնենք քեզ ընտրող կլինի, ակնհայտ է, չէ, որ այս իրավական ապօրինությունները, այս վարչական ներգործությունը նպատակ ունեն հնարավորություն չտալ Սամվել Կարապետյանին, որպեսզի նա ազատորեն իր կարծիքը արտահայտի եւ շփվի մարդկանց հետ, իր ծրագրերը ներկայացնի, իր խոստումները տա ժողովրդին, լսի մարդկանց կարծիքը։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ դատարանը կգտնվի արդարադատության անհրաժեշտ բարձունքի վրա եւ մենք վաղը հնարավորություն կունենանք արդեն ազատության մեջ տեսնել մեր ժողովրդի մոտ այս պահին ամենամեծ հեղինակությունը վայելող գործչին Հայաստանի հաջորդ վարչապետին Սամվել Կարապետյանին։ Պարոն Ղազարյան, այսօր ձեր կուսակից ընկերներից բերման ենթարկվածներ կան, նախորդին էլ ձերբակալվել էր Գոհար Ղումաշյանը եւ Վերժինե Ստեփանյանը բարեգործության արգելքի խախտման հիմքով, նրանք հետո ազատ էին արձակվել, մինչև այդ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել եւ իշխանությունն ասում է, որ ձեր հույսը միայն այսպես ասած փողով ձայն փախցնելն է։ Նման բան առհասարակ գոյություն չէ, դրա կարիքը չկա առհասարակ։ Եթե մի քաղաքական ուժ ունի փայլուն առաջնորդ, որը անվիճելի հեղինակություն է վայելում հասարակության մեջ, եւ այդ մարդը գալիս է իրականացնելու մի ծրագրեր, որից օգտվելու է հասարակությունը, նա ինչ անհրաժեշտություն ունի առհասարակ որևէ ապօրինության գնալու, նման խնդիր առհասարակ գոյություն չունի, ճիշտ հակառակը, ապօրինի իրավական ռեժիմներով, գործընթացներով փորձում են ազդել մեր կողմնակիցների վրա եւ ծանր հարցակվել են աղջիկների, երիտասարդ կանանց վրա, մանկահասակ երեխաների մայրերը, պարզա չէ, որ նրանք ավելի խոցելի են մարդկային իմաստով, իրավապահ մարմինների հետ առնչությունների իմաստով, փորձում են նրանց վրա ներգործություն, բայց մենք անհանգստանալու բան չունենք, անհանգստանալու առիթ միշտ ունեն այն մարդիկ, ովքեր որևէ թեկուզ իրավախախտում են արել, կարող են մտածել, որ այդ իրավախախտման համար պիտի պատասխանատվության, եթե մարդը նման բան չի արել առհասարակ, ինչ անհանգստություն ունենք ընդհանրապես մենք։ Նայեք ծիծաղելի բաներ են ասում, ընտրակ բարեգործության անվան տակ օգտագործել ընտրողների ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը դեռ կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ չի ներկայացրել։ Իդեպ 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խորհրդարանում էր եւ նրան իշխանությունից հարց հղեցին եւ որն է այն կարմիր գիծը, ել ինչ խախտումներ պետք է անի հավանաբար ուժեղ Հայաստան կուսակցությունը, որ հնարավոր լինի օրինակ տվյալ ուժի փաստաթղթերը չընդունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ուժեղ Հայաստանը ոչ մի խախտում չի անել, ուժեղ Հայաստանում կան նաև իրավաբանների ուժեղ թիմ, որոնք այդ երկրի օրենքները շատ ավելի լավ գիտեն, քան իշխանության ներկայացուցիչները եւ օրենքի ամբողջ տրամաբանությամբ է մեր թիմը առաջնորդվում։ Հակառակը մենք գալիս ենք ապօրինություններ թույլ տված մեր ժողովրդի պետության արժեվ հանցանքներ գործած մարդկանց պատասխանատվության ենթարկելու։ Մենք իրավախախտում անելու ցանկություն չունենք եւ ձևը չգիտենք դա անելու։ Ուժեղ Հայաստանում այն օրինավոր բարեպաշտ մարդիկ են հավաքված։ Եվ նայեք ինչ էի ասում, եթե կուսակցությունը դեռ հայտ չի տվել, հետեւաբար ինքը ընտրական իրավունքի սուբյեկտ չի այսօրվա դրությամբ։ Ինչպես է հնարավոր ընտրողի կամքի վրա ազդել ցանկացած եղանակով, որ նա քվեարկի մի կուսակցության, որը հսկի հայտ չի տվել։ Այսինքն նման բան կարա լինի միայն այն փուլում, երբ որ կուսակցությունը գրանցվել է, կուսակցությունը գործընթացի մասն է, բայց քանի որ իրանք հանձնարարություն ունեն, ուժեղ Հայաստան կուսակցության նրա ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներ իրագործեն, ժամանակից առաջ են ընկել։ Ժամանակից առաջ ընկնելով ցույց են տալի ամբողջ դատարկություն այդ իրավական, այստեղ իրավական process գոյություն չունի, սա քաղաքական հետապնդում է, ոնց որ քաղաքական հետապնդում է Սամվել Կարապետյանի նկատմամբ անձնապես նրան ազատությունից զրկելով, տնային կալանքի ռեժիմում պահելով։ Հիմա նույնը անցել են մյուսների թիմակիցների նկատմամբ, բայց դա որևէ պարագայում հաջողություն չի բերելու։ Գիտեք, երբ որ գետը իր հունով հոսում է եւ այդ գետի դիմաց պատնեշ է դրվում,
այդ գետի հունը կարա մի քանի օրով, մի քանի ժամով ընդհատվի, բայց դրանից ինչ առաջանում։ Մի հատ մեծ ջրամբար։ Հետո գետը նորից շարունակում է իր հունով գնալ, իսկ ջրամբարում ամբարված ջուրը դառնում է ոռոգելի ջուր, որով ոռոգվում են դաշտեր, այգիներ եւ բարիք է ստեղծվում։ Հիմա Սամվել Կարապետյանի արչեւ, երբ որ փորձում են արհեստական պատնեշ ստեղծել, դրանից միայն նրա կողմնակիցների թիվը ավելանում է, ամբարվում են, ավելի ուժեղանում են, ավելի կազմակերպված են դառնում, ու հետո այդ կազմակերպվածության ուժը դառնալու է բարիք մեր ամբողջ ժողովրդի եւ պետության համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի հետ, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։